Մայրաքաղաքի Աբովյան Սայաթնովա խաչմերուկում գտնվող կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիներն են։ Ապրիլի 20-ին պատարագի ավարտին հնչեց Քրիստոս հարյավի մեռելոց ավետիսը։ Պահք ու ծոմ պահած հավատացյալները հաղորդություն ստացան, ապա եկեղեցու բակում մարդիկ շուրջ բռնեցին։ Այստեղ հավաքվել են ազգային պարի սիրահարներ։ Ժողովրդական տոնախմբության մասնակիցներին ողջունեց Տեր Արսեն Քահանա Սարոյանը։ Ներկաներին մեկտեղել է Արի Պարի հարթակը։ Մեր նպատակն է, որ ազգային պարը մտնի մեր կենցաղ։ Բոլոր ցանկացողներին հրավիրում ենք միանալ Արի Պարի տելեգրամի էջին։ Փնտրեք լատինատառ Արի Պարի էջը ու մասնակցեք այսպիսի ժողովրդական տոնախմբությունների, նշում է նախաձեռնության անդամ Համազասպ Ասլանյանը։ Պարը ոչ թե նպատակ է, այլ միջոց, որպեսզի հայ մարդիկ իրար ձեռքի տան եւ միավորվեն պարի միջոցով։ Մարդիկ իրանց ընտանիքների միջոցառումների ժամանակ, հարսանիքների, կնունքների, ծնունդների ժամանակ կարողանան գոնե մի քանի պարզ պար միասնական պարեն եւ ձեռքի տան հայ մարդիկ։ Արդեն 10-րդ տարին է, որ այստեղ միջոցառումներ ենք իրականացնում եւ կոնկրետ այսօր Երևանի եւ Հայաստանի տարբեր շրջաններում, ինչպես նաեւ Ջավախքում տեղի են ունենալու ավանդական պարի միջոցառումներ եւ պարի միջոցով մարդիկ միավորվելու են իրար։ Մի կողմ են դնելու իրանց անձնական էգոն, անձնական կարծիքները տարբեր հարցերի շուրջ եւ միախմբվելու են, համախմբվելու են պարի միջոցով։ Համազասպ Ասլանյանը պատմեց, որ երբ առաջին անգամ պարեցին կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների բակում 20 ընկերներով էին։ Հիմա արդեն պարահրապարակը լի է, տարեցտարի մարդիկ ավելանում են։ Նախաձեռնության անդամները ժողովրդական տոնախմբություն են անցկացնում ամեն տարի Սուրբ Ծննդյան ու Հարության տոներին։ Քրիստոս հարյավի մեռելոց։ Օրտնյալ է հարությունը Քրիստոսի, այս ավետիսով է, որ այսօր մենք մեկս մյուսից դիմավորում ենք, այս ավետիսն ենք փոխանցում, որովհետև այսօր հաղթանակած ենք մենք բոլորս Քրիստոսի հետ։ Հովանու ավետարանի 16-րդ գլխում հրաշալի բառեր կա, որ Քրիստոս ասում է. ես հաղթեցի։ Եթե Քրիստոս հաղթել է, մենք քրիստոնյաներս չենք կարող պարտվել, որտեղ մենք Քրիստոսին ենք կրում մեր սրտի մեջ։ Նախ հոգևոր ապրումներից է գալիս ամեն ինչ։ Եթե չկա հոգևոր ապրում, եթե չկա հոգևոր ուրախություն, ոչ մի բան չի կարող լինել շուրջ բոլորը։ Երբ որ կա այդ հոգևոր ուրախությունը, նաև այս տոնախմբությունն է ի հայտ գալիս։ Պարահրապարակ եկածներից շատերն էին սփյուռքահայեր, հայրենադարձներ։ Տիրան Բաղդադյանը ընտանիքով հաստատվել է հայրենիքում։ Ազգային ու մեր գրոնը բահելու համար եկել ենք հայրենիք 20-րդ դարից աստեղ։ Ու այսօր վառ աբացույցն է, ինչպես կարելի է գրոնը եւ ազգությունը իրար հետ բահբանել ու դա պետք է փոխանցենք մեր երեխեքին։ Արդեն զգում ենք, որ շատ մեծ հոսանք է մեր երկրում ազգայինը հերացնելու, հոգևորը հերացնելու, հետեւաբար ավելի շատ պետք է համախմբվենք ու մեր գամքը ավելի ուժեղ պետք է լինի, որ ազգային ու գրոնը իրար հետ գաբելով գնանք առաջ։ Ես ասում եմ, որովհետև միակ դա է, որ մեզ թարերու ընթացքին բահբանել է, ու մեր երկիրը մնացել է ու մեր ազգը, հագարակ բոլոր ուրիշ ազգերին, որ հիմա չկան, ու մենք բահբանելու ենք սա միասին։ Դպրոցում սովորացնում են, գալիս ենք պարում ենք։ Ես տենց բանը քորիկների հետ պարում եմ մեկ-մեկ, տենց եկել եմ այսօր։ Հոգևոր դասի ներկայացուցիչները ողջունում են ազգային պարով հետաքրքրված երիտասարդների ջանքերը եւ սիրով աջակցում են։ Ժողովրդական տոնախմբության մասնակիցները հաճույքով պարում են Վերվերի, Յարխուշտա, Քոչարի ու ազգային մյուս պարերը։ Աննա Թամրազյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։